Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը հավաստիացնում է, որ իր պաշտոնավարման 5.5 տարիների ընթացքում վերելակներում դժբախտ պատահարների ընդամենը 4 դեպք է գրանցվել։ Լրագրողների այն պնդմանը, որ միայն վերջին 1 ամսում գրանցվել է 2 դեպք, մեկը երբ Հացի գործարանի վերելակի հորանը մարդ էր ընկել եւ մահացել, մյուսն էլ երբ Կողբացի փողոցի շենքերից մեկում 8 տարեկան երեխան կրկին ընկել էր հորանը եւ լուրջ կոտրվածքներ ստացել, Աշոտ Պետրոսյանը պատասխանեց, որ թվերն այլ բան են ասում։ Իմ հաշվարկով շուրջ 30%-ը Երևան քաղաքում վերելակները պետք է դադարեցնեն իրենց աշխատանքը։ Շուրջ 30%։ Դուք պատկերացնում եք ինչ բում է լինելու։ Բայց ես մտածում եմ ձեր տատի մասին, մտածում եմ ձեր մասին, բայց քանի որ վտանգ չկա ձեր կյանքին, դրա համար մենք թույլ ենք տալիս շահագործելու։ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչն ասում է, որ Երևան քաղաքի ամենավտանգավոր եւ անսարք վերելակները շահագործվում են Մալաթիա Սեբաստիա համայնքում։ Մալաթիա Սեբաստիանը, որ ամենաշատը 1004 վերելակներից 312-ը, եթե չեմ սխալվում, բացական եզրակացություն են ստացել, որոնք վերանորոգման փուլում են, փոխարինման փուլում են, չգիտեմ, դադարեցված են տարբեր տեսակի թերությունների պատճառով։ Մեկ վերելակի փորձաքննությունն արժե 2500 դրամ, մասնագետների խոսքով Երևանի վերելակների 90%-ը փորձաքննված են, նրանց մի մասը բացասական եզրակացություն է ստացել եւ այլևս ենթակա չէ շահագործման։ Այն վերելակներն էլ, որոնք արտադրվել ու տեղադրվել են 70-80-ական թվականներին, արդեն վաղուց անցել են վաղեմության ժամկետը, թեև շարունակում են շահագործվել։ Երևանի տարբեր շենքերի բնակիչների խոսքով իրենք ամսական գոնե 1 անգամ գումար են հավաքում վերելակը վերանորոգելու համար։ Փչանում է, մենք այն բնակիչներով հավաքում ենք, փող տալիս ենք, սարքում ենք, բայց չգիտենք ճիշտն ասած, անսարքա թե ուղղակի փող են հավաքում, երբեմն, այդպես։ Ինչքան եք գումար հավաքում։ Դե վերջին անգամ 1500 էր, թե 3000 էր, 200։ Մարդը 200։ Նոր գնաց աղջիկաստունը ոտքով բարձրացա 5-րդ տարի, որտեղ չէր աշխատում։ Լույսը վառվում էր, բայց չէր աշխատում։ Իսկ ինչքան գումար եք տալիս վերելակի ամսական։ 500 դրամ։ Կարծեմ 500 դրամի կար։ Որ չանում է, ոնց եք բարձրանում։ Մի կերպ փոքրիկների հետ մի կերպ բարձրանում ենք։ Չկարծեք, թե կարող եք վերելակով աննկատ բարձրանալ վերև, որովհետև այն պահից հենց դուք սեղմում եք վերելակի կոճակը, ամենավերևի հարևանը հաստատ իմանում է, որ ինչ որ մեկը մտավ վերելակ։ Ձերը որ հարկն է օրինակ։ 11։ Վերելակը փաստորեն այստեղ է, չէ՞, գալիս հանգստանում։ Չի խանգարում, բայց ես ձայնա։ Լինում է, որ ասենք ուզում ես քնես խանգարում եք։ Հա։ Երբ է խանգարում։ Քնելուց, դաս սովորելուց։ Տենց։ Ուժեղ է հա ձայնը։ Բա կուզեի ուրիշ հարկում ապրեիր, որ ասենք ձանը չլիներ։ Հա։ Եղել է, որ մնացել են մեջը։ Ով։ Բայց մնացնում են հետ։ Օրինակ, որ ես իմ փուրիկի հետ բարձրանում, ինքը լիֆտերի դռները բացում է։ Բարձրանալուց։ Ու դուք մնում եք մեջը։ Բայց չես վախում տենց։ Բայց ինչի ես նստում եմ։ Գալիս ենք տների։